ասեմ առաջինից, որ վերջին ժամանակները շատ եմ խոսում։ Ինձ տարբեր տեղերից գալիս ասում են, որ Չարենցավանի ժողովուրդը, չգիտեմ ով է ասում, ով չի ասում, հələ ամենայն դեպս ես չեմ տեսել։ Ասում են Այվազյան Վարդանը ոնց որ Չարենցավանից գնացել է, մոռացել է, ինչ-որ մի բան արել։ Ես մեմ ասեմ, ես գոհ եմ իմ քաղաքի վերաբերյալ, որովհետև ես այս քաղաքում 4 անգամ իմ տեխնացությունս դրել եմ, 4 անգամ այս ժողովրդի վստահության քմեն ստացել եմ։ Մեկ անգամ քաղսովետի համար, մի անգամ քաղաքապետ, 2 անգամ ազգային ժողով։ 99 թվականից հետո 2001 թվականից հետո ձեր պատգամավորը դարձել է ուրիշ մարդ, բայց դա բացարձակապես կապ չունի։ Այսօր արդեն մեր երկրում ստեղծվել է խորհրդարանական կառավարման համակարգ եւ ազգային ժողովով պետք է ընտրվի պետական կառավարման բոլոր համակարգերը։ Այսինքն էլ չի լինելու ոչ պրեզիդենտի ընտրություն, ոչ այլ ընտրություն, մեկ է լինելու մի հատ քաղաքապետի ընտրություն։ Եվ ազգային ժողովի դերակատարումը, որպես այդպիսի պարլամենտի դերակատարումը, լուրջ բարձրանալու է։ Այսինքն վերացնելու նաև վերահսկողության մասը։ Երբ որ շատ դեպքերում ձեզի պատգամավորները կային էլ ասել են, որ դա մեր իրավասությունը չի, թե ինչի համար, օրինակ ասենք, այս մի գործը լավ կատարվեց կամ մի գործը վատ կատարվեց, այսօրվա ձևավորվող պարլամենտ ունենալու է վերահսկողական լուրջ գործառույթ, որպեսզի կարողանա այդ կատարելու համար գործադիր իշխանության վերահսկողության մասը շատ ավելի բարձրանալու։ Դրա համար շատ կարևոր է ազգային ժողովը ինչ ամենայն դեպս մարդկանցով կընտրվեն եւ դրանք ունակ են աշխատել եւ ունակ չեն աշխատել։ Ես որևէ մեկին չեմ դերակնահատում։ Ամեն մեկ ունի իր ծրագիրը, ունի իր տեսական ծրագիրը, ինքը կարող անի, թե չի կարող անի։ Ես չեմ ուզում շատ երկար ծրագրերից խոսել։ Ես գիտեմ, որ այս սոցիալական վիճակը ինձ համար ամենամեծ վատառակուն բանն է, որ ինչի պետք է հայը Հայաստանում ամենավատ վիճակում ապրի, եթե ինքը բոլոր տեղերը կարողանում է ինքը լավ կենսագործել եւ իրականացնել։